Խոշտանգումները համարվում են մարդու իրավունքների լրջագույն խախտումներից մեկը եւ պատահաբար չի, որ օրինակ մարդու իրավունքների պաշտպանը ինքը հանդիսանում է խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, խոշտանգումների կանխարգելման դրա դեմ պայքարի մեջ բավականին լուրջ դերակատարում ունի նաեւ ոստիկանությունը իր համապատասխան ստորաբաժանումներով եւ շատ կարեւոր է, որ ոստիկանության աշխատակիցները իրենք ունենան այդ պրոֆեսիոնալ հմտությունները, գիտելիքները, կարողությունները, որպեսզի կարողանան նաեւ ճիշտ ձևով հարաբերվեն խոշտանգումներից տուժած անձանց հետ, ճիշտ կարողանան վերցնեն իրենցից հաղորդումներ եւ ճիշտ էսպես, միջոցներ ձեռնարկեն, իրավական ներգործության միջոցներ ձեռնարկեն խոշտանգումների հետ կապված գործերով, դա նաեւ նախատեսված է ռազմավարական ծրագրերով, ասեմ, որ նաեւ խոշտանգումների դեմ պայքարը ինքը բավականին էսպես կարևորվում է միջազգային կազմակերպությունների կողմից եւ ՄԱԿ-ը եւ Եվրոպայի խորհուրդը իրենք ունեն համապատասխան կոնվենցիաներ, որոնք արգելում են խոշտանգումների կիրառումը, պայքարում են այդ երևույթի դեմ, ասեմ, որ նաեւ տարբեր երկրներում կան տարբեր մեխանիզմներ, տարբեր փորձառություն, գործիքակազմ, խոշտանգումների կանխարգելման, դրանց դեմ պայքարի, որովհետև խոշտանգումը ինքը ըստ էության եւ ֆիզիկական եւ հոգեբանական բռնության տարրեր է իր մեջ պարունակում անձի նկատմամբ եւ այդ ամենը պահանջում է ոչ միայն ինչ-որ իրավական ներգործության միջոցներ կամ իրավական գործիքակազմի կիրառում, այլ նաեւ հոգեբանական, որը պահանջում է նաեւ համապատասխան պատրաստվածություն եւ համապատասխան գործիքակազմի կիրառում եւ տարբեր մոդելներ, տարբեր մեխանիզմներ, տարբեր երկրներում դրանք կիրառելու, որոնք կարող են ուսումնալի լինել նաեւ Հայաստանում այդ ամենը կիրառելու, որպեսզի մեր մեխանիզմները, ոստիկանության աշխատանքները խոշտանգումների դեմ պայքարի, խոշտանգումների կանխարգելման ավելի այսպես մոտ լինեն միջազգային փորձին, իհարկե հաշվի առնելով նաեւ մեր երկրի առանձնահատկությունները։